Օկուպացված Արցախից 10 հայերի եւ ազգությամբ ռուս մեր երկրի մեկ քաղաքացու Հայաստան տեղափոխվելուց հետո հնարավոր է եւս 2 հայ մնացած լինի օկուպացված Ստեփանակերտում։ Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն։ Ավելի վաղ Հայլուրը հայտնել էր, որ Միշա Գրիգորյանն է մնացել միայն Արցախում, որովհետեւ վախեցել է, թե Հայաստանում իրեն կսպանեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տված ցուցմունքների համար։ Երկրորդ քաղաքացին, որ հավանական է մնացել է այնտեղ, 73-ամյա մի կին է, 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանված Լարիսա Ստեփանյանը, որ որոշ տեղեկություններով վերջին պահին անհասկանալի կերպով անհետացել է։ Հայլուրը առայժմ չի կարողանում նրա հարազատների հետ կապ հաստատել իրականությունը ճշտելու համար։ Բաքվի լրագրողներին Լարիսան մի քանի անգամ ասել էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի տող գյուղ գնա, ու այս հարցով նա նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել։ Եվ մինչ պաշտոնական Երևանի քար լռության պատճառով հայերը ոչ մի հոդաբաշխ պարզաբանում չեն կարողանում ստանալ վերադարձածների եւ մնացածների ճակատագրերի մասին, Բաքուն քարոզչական պիտանելիության ժամկետը լրացած հայերից ազատվելուց հետո նոր թափով է լցվում հակահայկական քարոզչությանը, ներկայացնելով մեզ իբրև Ռուսաստանի ռազմական գործողության գաղտնի օժանդակող։ Թե ինչի մասին է խոսքը, կպատմի Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը, նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա, այո ճիշտ ես նկատել, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը շրջանառում է թեզեր, թե իբր Հայաստանը դարձել է Ռուսաստանի համար միջոց, պատժամիջոցները շրջանցելու համար, բայց իհարկե սա ունի իր պատճառները, որովհետև Ալիևին անհանգստացնում է Հայաստանի եվրոպական դիրքորոշումը եւ նման կերպ նրանք փորձում են ազդել Հայաստանի հեղինակության վրա Վաշինգտոնում եւ Բրյուսելում։ Իհարկե նման կերպ այս քարոզչական դիվերսիան իրականացնելով Ադրբեջանը կներեք փորձում են փոշիացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը, բայց մի կարևոր հանգամանք կա, որ ուզում եմ ուշադրություն դարձնել դրան։ Այս տեղեկատվությունը շրջանառվում է միայն լրատվական շրջաններում, այսինքն սա ընդհանրապես տեղեկատվական դիվերսիա է եւ նման կերպ փորձում են Հայաստանին փաստորեն կապել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Հետաքրքիր է Արման, որ միջազգային հարթակներում այդքան սկզբունքային ներկայացող Ալիևը սեփական տանը շատ ավելի լուրջ ինտրիգների եւ սկանդալների մեջ է։ Այս շաբաթ շատ է քննարկվել թագաժառանգ, այսպես կոչված Հեյդարի կնոջ Ալյոնա Ալիևայի թեման։ Այո, շատ ճիշտ նկատեցիր Լարա, սա Ալիևների ընտանիքի ամենախոցելի թեման է, որովհետև գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը իր որդուն Հեյդար Ալիևին պատրաստում է որպես հաջորդ նախագահ, բայց այստեղ խնդիր ունենք նրա կնոջ Ալյոնա Ալիևայի հետ։ Իհարկե նրան ադրբեջանցի ոճաբանները փորձում են արհեստականորեն նմանեցնել Մեհրիբան Ալիևային, որպեսզի հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե նա իդեալական հաջորդ Մեհրիբան Ալիևան է, բայց մի քանի օր առաջ ադրբեջանցի լրագրող Մեհման Հուսեյնովը հայտումներ արեց, որոնք ամբողջ այս քարոզչական փուչիկը պայթեցրին։ Փաստորեն Ալյոնա Ալիևան ազգությամբ ռուս հարուստ գործարար Գոդ Նասիրովի աղջիկը չէ ըստ Հուսեյնովի, այլ ազգությամբ ուկրաինուհի է Օդեսայից եւ նրա ազգանունն է Ալյոնա Գոնչար, բայց ինտրիգն այստեղ ավելի շատ այն է, որ նա անգամ ադրբեջաներեն չգիտի, իսկ նրա անցյալը կապում են գիշերային ակումբների հետ եւ այս ինչը խիստ անհամեմատելի այն ազգային մենթալ գաղափարախոսության հետ, որը Ալիևը պարտադրում է իր հասարակությանը։ Արման, այս ֆոնին պատահական է արդյոք, որ հենց այս ներքին սկանդալների ու ինտրիգների օրերին է Ալիևը ըստ էության նոր զարկ հաղորդել հակահայկական քարոզչությանը։ Իհարկե պատահական չէ Լարա, որովհետև Ադրբեջանը կիրառում է այն մեթոդը, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Երբ որ երկրի ներքին խոհանոցում սկանդալներ կան, իսկ այսինքն իրավահաջորդի լեգիտիմության հարցը դեռ օդից է կախված, նման կերպ պետք է ամբողջ այդ թշնամանքը ուղղել արտաքինին, եւ այստեղ արտաքին իհարկե թշնամին Հայաստանն է, եւ Հայաստանի ներկայացնելով որպես ռազմական հանցագործությունների մի մաս, Ադրբեջանը փորձում է այդ միջազգային ինտրիգները ուղարկել հենց Հայաստան եւ մեղքը գցել Հայաստանի վրա։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։